Դուք երևի թե ԿՀ օրակարգը ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն։ Ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ ձեզ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն նույն տրամաբանությամբ, որով երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր։ Կհիշեք Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ, որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿՀ-ի տիրույթում չէ։ Հիմա պատկերացրեք 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու падգամավորի կարգավիճակ, այսինքն ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի։ Ինչ է լինելու դրա ճակատագիրը, հերթական քաղաքական, հետապնդման, միջամտության, ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն, գիտեք, սա մեղմ ասած իրավունքի նկատմամբ ծաղր է։ Այլ հարց։ Հիմա դուք օրինակ կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է։ Տեղեկություն չունեմ։ Ավելին, նշված տվյալը իմանալով հանդերձ, որ 17:00-ի նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք դիրքորոշում, որ ժամանակ տրամադրվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք, որ որևէ կերպ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ որպես իրավաբանի, փաստաբանի դեռևս այդ կարգավիճակը ունեմ դիրքորոշումից։ Վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք եւ ժամկետ ուզենք այս մասով։ Փաստացի միջնորդությունը դրան է վերաբերում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ճիշտ եք ասում, ոչ թե օրենքի խախտում է, այլ նաև սահմանադրական դատարանի որոշման խախտում է, այլ ընդհանրապես որևէ միջազգային փորձում նման երևույթ չենք տեսնի։ Իդեպ ես հիմա արդեն ինքս իմ նկատմամբ որոշակի քննադատություն ունեմ, շատ հարցերում ունեմ, բայց այս հարցում էլ եւս ես հաճախ խոսում էի Սոմալիի հետ համեմատականի մասին, որտեղ գիտեք դեռ կան ծովահեններ, երևի թե այնքան շատ ասեցինք, որ մեր իրականության մեջ նույնիսկ ինչ որ հարցերում Սոմալին կարծես թե ավելի մեծ իրավունքի պաշտպանության նշաձող է սահմանում, քան Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները։